Գյուղական աշխարհի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է 44 անձ, բացի այդ 7 անձի մեղադրանք է առաջադրվել, ոմանք քրեակատարողական բաժնում են, ոմանց հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել։ Ձերբակալվածները կապված են եղել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, այդ թվում այսպես կոչված օրենքով գողերի Լևան Մարգիայի և Նոդար Շուկագիձեի հետ, որոնք անձնական շահ ստանալու նպատակով որոշումներ են կայացրել քաղաքացիների միջև ֆինանսական և քրեական վեճերի վերաբերյալ և ստիպել վիճող կողմերին գումար վճարել։ Որոշակի ժամկետների խախտման դեպքում նրանց սպառնացել են ֆիզիկական պատժով կամ մահապատժով։ Հանցագործությունը նախատեսում է 15 տարի ժամկետով ազատազրկում։ Երկու մունիցիպալիտետներում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է 3 անձ։ Նրանց թվում են մունիցիպալիտետի քաղաքապետի 2 ներկայացուցիչ։ Առաջին դեպքում կոռուպցիոն հանցագործություն է հայտնաբերվել Ադիգենիում, որտեղ Զանավի վարչական միավորի քաղաքապետի ներկայացուցիչը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք վերցնելու համար, իսկ մեկ քաղաքացի կաշառք վերցնելուն օժանդակելու համար։ Երկրորդ կոռուպցիոն դեպքը տեղի ունեցել Ծալկայի մունիցիպալիտետում, որտեղ Սամեբա վարչական շրջանի քաղաքապետի ներկայացուցիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու մեղադրանքով։ Գրիգոր Լիլուաշվիլիի դատական նիստը հարցաքննվել են Թբիլիսիի մանկապարտեզների գործակալության աշխատակիցներ։ Մեղադրանքի մեկ դրվագով Լիլուաշվիլիին կաշառք վերցնելու դիմաց պաշտպանություն է տրամադրվել իր ընկերոջը Թբիլիսիի քաղաքապետարանի մանկապարտեզների կառավարման գործակալության նախկին տնօրեն Կախակ Վանցելաձեին, որը մանկապարտեզների համար գումարների պայմանագիր կնքող ձեռնարկատերն էր։ Նա սուբյեկտներից առանձնապես խոշոր չափի կաշառք էր վերցրել։ Պաշտպանությունը դեմ է պետական մեղադրանքի այն դիրքորոշմանը և ասում է, որ Լիլուաշվիլին որևէ կապ չի ունեցել Կախակ Վանցելաձեի հետ։ Քաղաքային դատարանում տեղի ունեցել Բաչո Ախալայայի դատավարությունը ուսումնասիրել է մեղադրանքի կողմի ապացույցները, հարցաքննվել են գործող տուժող ճանաչված իրավապահ մարմինների աշխատակիցները, որը հիշեց հոկտեմբերի 4-ին Նախագահական պալատի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունները։ Դատական նիստին ներկա էր նաև մեղադրյալ Ախալայյան, ով լսեց փակ նիստում։ Տիեզերական պատրիարք Բարթուղիմեոսը շնորհավորում է Շիո III-ին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք ընտրվելու և գահակալության կապակցությամբ։ Մեծ ուրախությամբ ստացանք ձեր արժանի ընտրության լուրը հաջորդելու կաթողիկոս պատրիարք Իլյա II-ին, ով պայծառ և պատմական ծառայություն մատուցեց Վրաստանի արժանապատիվ եկեղեցուն և համայն ուղղափառությանը։ Եղբայրական սիրով շնորհավորում եմ ձեզ և մաղթում, որ դուք ունենաք երկար, օրհնյալ և բեղմնավոր ղեկավարություն։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքին շնորհավորում են նաև քաղաքական գործիչները։ Վերջիններս հույս են հայտնում, որ Շիո III-ը կկարողանա միավորել ազգը և ավելի ամրապնդել վրաց եկեղեցու դարավոր ավանդույթներն ու արժանիքները։ Բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունները ընդունվել են առաջին ընթերցմամբ լիագումար նիստում։ Քննարկումը անցել է վիճահարույց մթնոլորտում, առավոտից փոփոխությունները քննարկել են Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում։ Նախաձեռնության կապակցությամբ պարզաբանում է անցումային դրույթը, որի համաձայն 2025 թվականի դեկտեմբերի 17-ից առաջ, ներառյալ 2030-31 ուսումնական տարին ընդունված ուսանողները ոչ միայն կպահպանեն արդեն ունեցած ֆինանսավորումը, այլև կարող են լրացուցիչ ֆինանսավորում ստանալ։ Հաստատվել է սոցիալական զամբյուղների տրամադրումը ցանցային շուկաներում։ Առաջին փուլի համար 15 տեսակի սննդամթերք կվաճառվի զեղչով, հատուկ կազմակերպված անկյուններում։ Սոցիալական զամբյուղը ներառում է ալյուր, բրինձ, շաքար, հնդկացորեն, հավի միս, քաղցրավենիք, մակարոնեղեն, կաթնամթերք և այլ մանր ապրանքներ։ Առցանց շուկաների ներկայացուցիչների խոսքով ապրանքների ցանցը պարբերաբար թարմացվում է համաձայն սպառողների պահանջարկի։ Պենտագոնը զինվորական անձնակազմ է ուղարկում Ուկրաինա իրանական մարտական պայմաններում անօդաչու թռչող սարքեր օգտագործելու սովորելու համար։ Այս մասին հայտարարել է Փիթ Հեգսեթը Սենատում լսումների ժամանակ։ Հանրապետական կուսակցության առաջնորդ Միչ Մաքքոնելը հարցրել է
Հեքսեթին, թե արդյոք նա կարող է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորական անձնակազմի Ուկրաինա ուղարկելու փորձը կիսելու համար, ինչին պատերազմի նախարարը դրական է պատասխանել և նշել, որ անձամբ է հաստատել լրացուցիչ անձնակազմ ուղարկելու որոշումը։ Ուկրաինայում պատերազմը ավարտին է մոտենում, վերջապես մենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության կհասնենք։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Լրագրողի հարցին, թե արդյոք նա կարող է այս տարի այցելել Ռուսաստան, Թրամփը պատասխանել է, որ կանի հնարավորինս ամեն ինչ։ Բացի այդ հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահի և Պուտինի միջև կա որևէ համաձայնություն, որ Ռուսաստանը պետք է ստանա ամբողջ Դոնբասը, Թրամփը բացասական պատասխան է տվել։